Դարակից ընտրել ենք Ղազարիոց աղայարի գիրքը։ Կարդալու ենք Մեղուն և հավը պատմվածքը։ Երեխաներ, ինչի մասին էր պատմվածքը։ Մեղի և հավի, միանգան հավը մեղին հարցրել, հանցնով ճանճես դու, ամբողջ օրը ծաղկին ես հատկոտում, որ ոչ մի բան չես անում։ Ես ամբողջ օրը պապամ չենք դաստոցում գիտես, որ մեկ հատ ձու եմ աճել։ Մեկ հատ ձու, հո ես էլ գիտեի 100 հատ ձու ես աճել։ Ինչպես կարելի է 100 ձու աճել, անխրետ մեղու։ Եթե մեկ ձու ես աճում, մեկ անգամ կչկչա։ Դու ինչ ես սիրում մեղու, որ գլուխ ես գող։ Ես ինչ որ սիրում եմ, քո նման կչկչալով չեմ հայտնում ուրիշներին։ Խսկախ մեղր եմ շինում։ Գիտես ինչ եմ եղել։ Կերակուր չէ, քո խելքի բանը չէ։ Ինչի մասին էր երեխաներ պատմվածքը։ Հավի մասին է։ Եղարի մասին է։ Իմացանք հավը մի օր ածում է մեկ ձու։ Երեխաներ, ինչ սովորեցինք պատմվածքից։ Որ հավը մեկ օրում կարող է միայն մեկ ձու ածել։ Մենք իմացանք, որ մեղուն ամբողջ օրը թշկոտում էր ծաղկից ծաղիկ և մեղր էր տալիս։ Հետաքրքիր պատմվածք էր։ Ես քեզ նման պարապ-սարապ չեմ տստոզում, ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձու քանիս է։ Գիտեմ, հասկացա, ես միջև հիմա կարծել եմ, թե դու օրը 100 ձու ես ածում։ Բայց դու ինչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում։ Քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին, գլուխս քաշ գցած մեղր եմ շինում։ Գիտես ինչ է մեղրը, դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ հավի մարի,